եթե Աննան իմանա, որ այսքան տարի թաքցրել եմ իրենից Սոսի ողջ լինելն ու առավել ևս Լիլիթի հետ ամուսնանալը, ինձ չի ների, ավելին կսպանի, ինչի սեր պետք, ինչի մտա այս կեղտոտ սպի մեջ։ Բակրատն ու Լիլիթն էին մեղավոր, իրենք ինձ ստիպեցին։ Ես Աննայից դեմ չէի ուզում գնալ։ Ես չէի ուզում Աննային մեջքից նման հարված հասցնել։ Լսում եմ հորքուր։ Ինչ հորքուր։ Հորքուր եք թողել։ Ինչ ա եղել։ Էլի սիրելի Աննայիդ հետ ես վիճել։ Չէ։ Այդ վեճն անխուսափելի է, որովհետև ժամանակին խելքս չբանեցրի, քեզ ու հորդ լսեցի, ներքաշվեցի ձեր կեղտոտ ստի մեջ։ Կարամ իմանամ ինչ ա եղել։ Ինչ ես հանկարծ հիշել, որ դու սուրբ ես, մենք էլ քեզ բռնությամբ ներքաշել ենք ստի մեջ։ Հա, տենց էլ կա, որովհետև ձեր պատճառով ես հիմա փողոցում եմ հայտնվել, մենակ։ Հանունի չի, ես էլ չգիտեմ։ Որտեղ ես հիմա։ Հենց հիմա տեղդ ասա գամ հետևիցդ։ Չէ, պետք չի։ Ինձ այս վիճակին հասցնեք, հետո հասնեք օգնության։ Պետք չի։ Ավելի լավ է փողոցում մնամ։ Աննայից դավաճանելու համար ինձ այս փողոցն էլ աշատ։ Կարամ իմանամ ինչի ես այս գումարը թողել։ Տենց եմ ուզել Մերի, պատասխանը բավարարեց։ Չէ, չբավարարեց։ Իսկ իմ կարծիքը ոչ մեկ հաշվի չի առնում։ Խելոք մնա Մերի, տենց է պետք։ Ես քեզ ուղղակի խնդրում եմ նման բաներ մի արա։ Ինձ իսկապես դուր չի գալիս։ Արամ, ես չես գնացել։ Ես այստեղից այդքան հեշտ չեմ կարողանում գնալ։ Ես քնած չես։ Չի երևում։ Իսկ ինչի քնած չես։ Որովհետև տաղուս եմ սպասում։ Թե անհամբեր սպասում ես երբ է Միքայելը ասելու Աննային, որ ողջ ես։ Եթե բաժակը վերցրել ես ու եկել ես վեճ շարունակելու, ասեմ, որ շատ անհարմար ժամ ես ընտրել։ Բավականին ծանր օր եմ ունեցել, օգնած եմ, ավելորդ էներգիա ծախսելու ցանկություն չունեմ։ Ինչպես միշտ, հենց հերթը ինձ է հասնում, ամեն բան ավելորդ է դառնում։ Իսկ դու հարց տվել ես, թե ինչի է տենց։ Գուցե հարցերին պետք չի էմոցիոնալ նայել, պետք է սառը դատել, ուղեղով մտածել, թե սովոր չես։ Չհասկացա։ Այս ժամինով պիտի գայիմ տուն։ Հաստատ կարոնա։ Սպանելու եմ, ասել եմ քեզ այս ժամին իմ տուն գալը խստի վարգելվում է։ Չէ։
Հենրի։ Բարև, Յանուլիա։ Բարև, Հենրի։ Հենրի, ինչ ա եղել։ Ինչ ա եղել։ Մի բան եղել ա, որ եկել ես մի րոպե։ Եկել եմ հետո պաղպաղակ ուտեմ, վատա։ Չէ։ Շատ լավ ա։ Ընտիր։ Գիտես չէ, ես ասում ես քանը որ մենակս ուտեմ։ Ինձ հետ ինչ կլինի։ Ապրես Հենրի որ եկել ես։ Յան ինչ պիտի լիներ։ Պետք է բազմապատկվեիր, չափերով ավելի մեծանայիր։ Հենրի։ Սոված չես։ Կարող է պահած գինի ունենաս։ Հասկացա քեզ սպասի։ Յանա, կարաս ասես ով է իմ ամենալավ ընկերը։ Դե, իմ կարծիքով Կարոն, ելով պիտի լինի։ Դու ես։ Դու։ Հենց որ քո կենացը իմ ընկեր։ Հենրի։ Ինչի ես հիմա իմ հետ Իրանից խոսում։ Ժամանակն է որ խոստովանես։ Հազիվ անկեղծացել եք, նայում ենք ուղիղ իրար աչքերի մեջ։ Պետք է խոստովանել, չէ՞, վերջապես։ Տենց երկուսիս համար էլ հեշտ կլինի։ Ինչ կանեիր, որ իմանայիր Զոզը ողջ է։ Իմ ու քո ապրած 25 տարիները կջնջեիր։ Կջնջել։ Լուսնյագիշեր։ Բոլորովին քուն չունեմ։ Լսի, բայց դու լավ էլ երգում ես։ Աբա, թատարականն եմ ավարտել, չգիտեի։ Արա, ճիշտ է։ Դու դերասանուհի էիր, չէ՞։ Ալադեց։ Բայց ես տենց էլ երգել չսովորեցի, գիտես։ Խափեցիր։ Դու ինձ ընդ լավ ես երգում Հենրի։ Այլ մի։ Յանա, ասում եմ արի քեզ կլիպ նկարենք։ Կլիպ։ Հայրի, էդ իմ ամբողջ կյանքի երազանքն ա եղել։ Արի, երբ։ Հիմա, այսօրվա գործը վաղվան չեն թողնում։ Հիմա։ Այս վիճակում։ Բայց ինչ վիճակ ա որ։ Հենրի։ Քիչ, սկատ։ Խմած ենք, չիլնի։ Աղջիկ ջան, քեզ թատերականում չեն սովորացրել, որ խմած մարդը ավելի անկեղծ է, իսկ արվեստը անկեղծություն է պահանջում։ Ճիշտ ես։ Պասի կամերան դզեմ։ Ճիշտ է։ Սովորացրել են։ Դեսի, Սկսի։ գնա պանադե թարմացրում, մինչև ես ստեղ նաստրոյի կանեմ։ Լավ չի։ Չէ գնա թարմացրու։ Սենց։ Ասում եմ գնա թարմացրու։
Ջի։ Սա կգամ չգնաս։ Հենց սենց էլ կսկսենք կլիպը։ Գիտես, որն է իմ ու քո ամենամեծ տարբերությունը։ Որը։ Դու ամբողջ կյանքում համեմատեցիր ինձ Աննայիդ հետ։ Աննան ավելի սիրուն է, քան ես։ Աննան ավելի խելացի է, քան ես։ Աննան ավելի սուրբ է, քան ես։ Սխալվում ես։ Մեր մեջից համեմատողը Աննայի հետ դու ես։ Դու ես ամբողջ կյանքում փորձել իմ աչքին ավելի լավ երևալ, քան Աննան։ Այն դեպքում, որ մեր համատեղ ամուսնության ընթացքում ես երբևէ ակնարկ չեմ արել նրա մասին։ Ակնարկ չես արել, բայց ես ամեն բան զգացել եմ իմ մաշկի վրա։ Գիտես, ինչ ծանր օրեր եմ ունեցել։ Դա քո ընտրությունն էր։ Ուզում ես ասել դու ցանկություն չունեիր ինձ հետ ամուսնանալու։ Ուզում եմ ասել, որ ամուսնությունից առաջ դու լավ գիտեիր, թե իմ սիրտը ում համար էր բաբախում։ Այնպես որ պետքա պատրաստ լինեիր մաշկիդ վրա շատ ցավեր զգալու։ Ուր է իր տղես։ Հո ես բանտարկյալ չեմ, պապ ջան։ Բանտարկյալ չես, բայց ծանր վիրահատություն ես տարել։ Ուր ես թրև գալիս։ Ամեն ինչ նորմալ է, այդքան մի մտածի։ Ես որ բողոքներ չունեմ։ Ես էլի բաժանվել ես։ Ծաղրում ես, հա։ Չէ, հարցնում եմ։ Ձեր պատճառով կյանքս ես ճապրուկի մեջ դրած տեսիզնեն եմ գնում։ Այդպես էլ տղաս չգտնելով։ Հա։ Հիմա ինչ ես փոթորկվել։ Էլի շախոնցների տանը ցունամի է եղել։ Չէ, ուղղակի հոգնել եմ ձեր ձեռքին խամաճիկ լինելուց։ Չես էլ պատկերացնի, թե ոնց եմ ատում ինքս ինձ։ Ատում եմ, որ ձեր անտանելի ստերին մասնակից եմ եղել։ Ինչ սուտ անետ։ Ինչ ես հիշել։ Փաստորեն չգիտես, հա ինչ սուտ։ Լավ էլ գիտես։ Այն որ սոսը ողջ է։ Այն որ բացի ողջ լինելուց ամուսնացել է Լիլիթի հետ։ Այն որ այսքան տարի ես այդ ամբողջը գաղտնի եմ պահել Աննայից։ Այդ հին պատմությունները ինչ ես հիշել, քեզ համար հանգիստ ապրի էլի։ Չէ։ Ձեզ այդ նույն ընտանիքը կիսողը չի կարող հանգիստ ապրի։ Հիշել եմ, որովհետև այդ պատմությունը վերակենդանացել է։ Հիշել եմ, որովհետև Միքայելը արդեն գիտի, որ սոսը ողջ է։ Հո գիտի նաև, որ ես դավաճանի նման լռել եմ։ Չլռեիր։ Ես եմ մեղավոր, որ դու վախեցել ես խոսել։ Դե ապրես։ Շատ շուտ մոռացար, թե ոնց ստիպեցիք, որ լռեմ։ Դու էլ դեմ գնայիր։ Շատ ճիշտ ես։ Դու շատ ճիշտ ես, սխալն իմն է, որ ամբողջ կյանքում քո կամակատարն եմ եղել։ Նա լավ էլ հասկացել ես։ Եթե լավ ընտրություն։ Չլինեիր։ Դե ապրես։ Դա էլ շնորհակալությունը տեր։ Լավ ես ջնջի։ Ինձ էլ ջնջի։ Անունս էլ ջնջի։ Ջնջի ու գնա գնովի ծոցը։
իզուր ես խուսափում։ Վաղ թե ուշ պիտի հաղթահարես։ Տեսար, որ ես էի ճակատագիրդ։ Երջանկությունդ քթիդ տակ ընկած, դու ուրիշ տեղ էիր փնտրում։ Չնայած նրան, որ իմ սրտին էլ դարդ եղել, այդ տղու հետ կատարված եմ։ Բայց ինչ կարանք անենք։ Ոչ մի բան մեր ձեռքերում չի։ Հատկապես մահը ու կյանքը։ Նենց որ նոր կյանք, նոր ժամանակներ։ Ես հղի եմ։ Սոսից։ Միշտ էլ է տեսաղել, սառը լուր անդարբեր, չապ անցանք, ես իմ սիրելով, դու կոչը սիրելով, հայրիկա, 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 Ես հավատում եմ, որ դու մի բան կանես։ Հավատում եմ, որ մեր սերը քո համար էլ է կյանքից թանկ ու արժեքավոր։ Հավատում եմ, որ սենց երկար չի մնա։ Իրարից հեռու չենք լինի, որովհետև այդ կլինի իմ մահը։ Ես առանց քեզ չեմ կարող ապրեմ, հայրի։ Դու իմ օդն ու ջուրն ես։ Առանց քո ներկայության ես շնչահեղձ եմ լինում։ Դու ինձ չես թողնի, ես գիտեմ, վստահ եմ, որովհետև քո աչքերում ես սեր տեսա, իսկ այդ ամենակարևորն է, քո աչքերն ինձ երբեք չան խաբել, իմ կյանքի մեծագույն սեր։ Անպիտակից ջուր է գալիս, դոշ է տալիս։ Նանա, հանգստացի մի հատ իզուրել այդքան գովացի քեզ, այդ ի՞նչ վալշ ես երգում։ Այս մեր կլիպը որ նայեն խայտարակ ենք լինելու, շուտ եմ ասել, իմ անունը պտի ջնջվի այդ կլիպի Տիտրերից։ այդ բառը։ Հերի, նախ, ես հիվանդ եմ, երկրորդ, ես լավ չեմ երգում, Պիտի չորսը։ երորդ, իմ անունն էլ թող չլինի այդտեղ, պետք չի։ Հերի, ոյ, Հերի, ինչ ենք ես կախմել։ Ես էլ եմ ուզում այն, չէ, այս անից։ Փաստորեն իզուրը այսքան տարի ինձ մարդ հասման համարել։ Մտել էի մի հատ բեռի տակ, որ ըստ էության իմ հետ որևէ կապ չունի։ Տարիներ շարունակ պարանը վզիցս
քցած ապրել եմ ու մտածել եմ, որ ես կյանք եմ խել եմ, մեկին զրկել եմ ապրելու իրավունքից, բայց փոստորեն տենց չի եղել, այդքան տառապելու կարիք չկար։ Ոնց կվարվեիր, եթե իմանայիր, որ սոսը ողջ է, ինչ կանեիր։ Մեր սրտերը երբեք իրար հետ չեն եղել։ Ինչքան էլ փորձում ենք կարգավորել հարաբերությունները, մեկը միշտ մի բան կիսատ ու թերի ամնում։ Միշտ մի անկյուն ցավեցնելու աստիճան անհարթամնում։ Չգիտեմ ինչի ասենց։ Երևի որովհետև խոսելու փոխարեն լռել ենք ու լռելու փոխարեն խոսել։ Երկուսս էլ։ Իմ ու քո քաոսի մեջ երկուսս էլ մեր բաժին մեղքն ունենք։ Երբ ես առնեի, դու էիր պայքարում, հիմա երբ ես պատրաստ եմ, չկարողացար պահել ինձ մինչև վերջ։ Երևի հոգնել ես։ Երևի երկուսս էլ հոգնել ենք։ Չգիտեմ։ Այս ամուսնությունը ոսկորի պես մնացել է մեր կոկորդին, բայց երբ պահը գալիս է իրար կորցնելու, երկուսս էլ վախենում ենք։ Համարձակություն չեն գտնում առանց իրար ապրելու։ Հիմա ով կբացատրի այս սերը, կապվածություն, թե մենակ մնալու վախ։ Չեմ կարողանում կենտրոնանալ, մտքերս հանգիստ չեն տալիս։ Ուր ես գնացել, որ ինչի չես պատասխանում, դու ինչ ես թաքցնում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խորհրդի կարիք ունեք, թե Եթե օգնեք, ավելի շուտ կընտրեմ։ խնդրեմ ասեք ինչ է հարկավոր։ Գիտեք, երկար ժամանակ պիգմենտների դեմ պայքարում եմ, ոչ մի բան չի օգնում։ Տեսեք, մենք մի շատ լավ հավաքածու ունենք, դրա շնորհիվ կարող եք համ պիգմենտների դեմ պայքարել, համ էլ միմիկական կնճիռների դեմ։ Հրաշալի, ուրեմն հենց այն է, ինչ որ պետք է։ Ճիշտ է, արդյունքը մեկ ամիս հետո է երևում, բայց կարևորը այն է, որ խնդիրը լուծվում է։ Դե ուրեմն հենց դա էլ կվերցնեմ։ Շատ լավ։
Համեցեք։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ գնումների համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Ստեցի։ Հաջողություն։ Ստացի։ Ես ինչա կատարվում։ Հազիվ եմ մտքերս կառավարում։ Տեսնես սեմը ոնց է, ինչ անում։ Թե ասա ինչի դեր պետք։ Քո համար հանգիստ ապրի էլի։ Սիոնան ինչ եղավ։ Կյանքում չի ուշանում։ Ստեղ գալու միտքը ընտիր էր Յանա ապրես։ Ինչ Հենրի ջան, բայց այ ուտելու հարցում ես երբեք չեմ սխալվում, չգիտես։ Համել գրիլյանում նախաճաշելը իմ ամենասիրելի գործն է։ Ու ընդհանրապես մեր երեկվա քարուքան դեղած վիճակից հետո մենակ ուտելը մեզ կփրկի։ Բան ենք քանդել։ Չես հիշում։ Մեզ ենք քանդել, այնքան ենք խմել երեք, ավիրվել էինք լրիվ։ Մենք խմել ենք, ամոթ է Յանա, ինչեր ես խոսում։ Ավելի լավ է հացդ կեր, ոնց որ հալալն է ասում, էդ է մնում։ Սոխը շատ համով է։ Մտեք։ Բարի լույս։ Բարև։ Ոնց ես։ Շատ լավ։ Նույնիսկ զարմանում եմ դեռ ինչի են ինձ պահում հիվանդանոցում։ Իսկ ով ասաց, որ պահում են։ Գնում ես տուն։ Ինչ լավ է։ Ծնողներիդ ասել եմ։ Մեզ սպասում են, ես քեզ տուն կտանեմ։ Շատ շնորհակալ եմ քեզ հոգատար վերաբերմունքի համար, թե իմ, թե ծնողներիս նկատմամբ։ Ճիշտ է, ես իրավունք չունեմ քեզ խորհուրդներ տալու։ Բայց հիշիր, որ ծնողներդ քո համար անհանգստանում են։ Ու քո այս քայլը շատ վատ անդրադարձավ նրանց վրա։ Գիտեմ, որ սխալվել եմ։ Դե, բոլորս էլ սխալվում ենք։ Մենակ թույլ մարդիկ են տենց քայլերի դիմում, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ եւս մի հնարավորություն տվեց։ Այ ապրես, շատ ճիշտ ես դատում։ Ու իմացի, երբ դու քեզ վատ ես զգում, դրանից ծնողներդ իրենց ավելի վատ են զգում, երբ տեսնում են, որ դու տառապում ես։ Գոնե հանուն նրանց փորձիր երջանիկ լինել։ Ասեմ, բուժքույրը գա օգնի հավաքվես։ Չէ, ես ինքս։ Լավ, ես դրսում կսպասեմ։ Բավար ասում եմ։ Ինչ ես ասում։ Այն եմ ասում, որ անհնար է ինձ հետ սեղան նստել ու սոնց հավեսով հաց չուտել, բա։ Դե հա, ամեն ինչ շատ համով է։ Մանավանդ ես նենց հավեսով եմ հաց ուտում, ախորժակ եմ բացում, ասա։ Իսկ եթե կատակը մի կողմ, Հենրի, ես ուրախ եմ, որ կարողանում եմ քեզ օգնել, որ կամաց դուրս գաս այս դեպրեսիայից։ Յանա ջան, գիտես հեշտ է դուրս գալը դեպրեսիայից։ Հələ հարց է, դուրս կգամ թե չէ։ Հենրի, այդպես մի ասա էլի։ Սիրտս քեզ համար շատ է ցավում։ Քեզ չեմ ներելու։ Ինչ? Ես ինչ եմ արել, Հենրի ջան։ Նենց աներ քեզ սիրեի էլի։ Լրի, հա Հենրի, ես ամեն ինչ արել եմ դրա համար, կաշվիցս դուրս եմ եկել, բայց չէ, Անգելինա, ոչ մեկ քո ձեռքը չէր բռնել, աչքերդ էլ չէր կապել, եղավ, սիրեիր։
Հերի ղեկավարությունիցս մարդա տարածքում։ Բանս բուրթա։ Նենց մենք էլ կորած մարդ չենք Յանա։ Հանգիստ եղի, իմ հետ ես դու։ Ողջույն։ Բարև ընկերուհիս։ Նստիր։ Յան ջան, դու աշխատանքի չես։ Լավ մի հատ դուրս արի այդ շախունցների դերից։ Աղջիկը իմ հետ է։ Ֆայնա ջան, գալու եմ, ուղղակի սթրեսից եմ հանում եղբորդ։ Վայ։ Դե նայ հետո դու սթրեսի մեջ չընկնես։ Հանգիստ եղի։ Չեմ հայտնվի։ Համել ինձ չգիտես ոնց հայտնվում, տենց էլ սիրուն դուրս կգամ հետ այդ ստրեսից։ Իրան մի մեղադրի Յանա ջան։ Ինքը մտածում է բոլորը իր աղբորպես ծանր են տանում։ Գլուխները կորցնում են։ Հենրի, մի մտածի լավ։ Քեզ էլ ենք արդեն այդ սիրո ճահճից կամած դուրս բերում։ Նենց որ ամեն ինչ նորմալ է, հեսա շուտով դու էլ կապակինվես։ Դու արի գնա աշխատանքի, ես մի քիչ ուշ կգամ։ Յա։ Ֆայնա ջան, էլի կգնամ, բայց մի հատ չես ուզում իմանաս երեք ես ու Հենրին գիշերը ինչ ենք արել։ Ֆայնա։ Էդ ինչ դեմք է։ Էդ ինչ մտածեցիր ասենք։ Մենք ընդհանրապես երգել ենք։ Դքան բան։ Ամպիտակից ջուր է գալիս, դոշ է տալիս, փրփրում։ Հեն այնքան վատ եմ զգում, որ քեզ այս վիճակում եմ տեսնում ու չեմ կարողանում օգնել։ Ինձ պետք չի օգնել։ Ոչ մեկ չի կարա ինձ օգնի։ Պապանն այնց օրը չի գցել, որ մեկը կարանա օգնի։ Կներես, որ հարցնում եմ, բայց այդ դեպքում ինչ ես ուզում Յանայից։ Ես ուղղակի ճիշտ հասկացի, չեմ ուզում, որ դու թեկուզ անգիտակցաբար իրան ցավ պատճառես։ Հազիվ քեզ սրտից հանել էր հեն։ Այդ լավ է, որ մտածում ես ընկերուդ մասին, որովհետև ինքը շատ լավ մարդ է։ Ու ես իր կողքին հանգստություն ու թեթևություն եմ զգում։ Ինքն էլ գիտի դրա մասին։ Ավել բան ոչ ես եմ խոստացել իրան, ոչ էլ ինքն է սպասում։ Մենք ուղղակի ընկերներ ենք։ Ես ուրախ եմ, որ ձեր մեջ ուղղակի ընկերություն է։ Լսի, իսկ դու Յանայի ծնողներին տեսել ես։ Այսինքն։ Դե անհանգստություն եմ մտել մեջս։ Ով բարևում է, ուզում եմ արմատները ճշտեմ, հանկարծ քուրու աղբեր դուրս չգնա։ Էդ լավ է, որ կատակում ես, գիտես են։ Բայց արի փորձենք ինչ որտեղ պապային էլ հասկանալ։ Պապան միշտ էլ քո սիրելին է եղել։ Դու ջանք չես խնայի իրան արդարացնելու համար։ Բայց այս իր արածը արդարացում չունի։ Հեն ես ուզում եմ Անգելինայի հետ մտերմանալ մի փոքր։ Այսինքն։ Դե ես հասկանում եմ, ինչքան էլ դաժան լինի, ինչքան էլ չընդունենք, բայց ինքը մեր քույրն է, չէ։ Ես ուզում եմ հեռվանամ, դու ուզում ես մտերմանաս։ Հեն չեմ ասի, որ քույրն եմ, բայց մտերմանալը հաստատ պետք է։ Չեմ ուզում լսել։ Հեն սպասի։ Լսի, խնդրում եմ, մենք պապային ենք մեղադրում, բայց հիմա իր սխալներն ենք կրկնում։ Անգելինան չգիտի մեր արունակցական կապի մասին, Ֆայնա։ Ոնց ես պատրաստվում քուր լինել իրան։ Հեն էլի եմ ասում, ես չեմ ասի, որ քույրն եմ, բայց չի խանգարի գոնե մի փոքր մտերիմ լինել իր հետ։ Ինչ ուզում ես արա, իմ ականջից ու աչքից հեռ։ Հեն խնդրում եմ, էլի, ես քեզ չեմ ուզում նեղացնեմ, հասկացի։